Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, շարունակում ենք Արմաթ հաղորդաշարը։ Մենք ներկայացնում ենք Արցախի պատմությունը, մշակութային ժառանգությունը, Արցախյան կոլորիտը։ Արմաթ, քանզի եթե մենք չիմանանք անցյալը, չենք կարող կերտել ներկան եւ ապագան։ Այսօր մեր հաղորդման թեման Արցախի թանգարանային մշակույթն է։ Հաղորդման հյուրն է պատմական գիտությունների թեկնածու Մելանիա Բալայանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք մոտ 20 տարուց ավել աշխատել եք Արցախի թանգարանային ոլորտում։ Արցախի պատմաերկրագիտական թանգարանը ձեզ համար։ Այո, ճիշտ եք, ես իդեպ իմ թանգարանային, այսպես ասեմ, գործունեությունը համարում եմ իմ առհասարակ աշխատանքային գործունեության առանցքային եւ թերևս ամենակարևոր մասը։ Գիտեք, թանգարանը ինձ համար միշտ էլ միգուցե դա նաև ուսանողական տարիներից, այսինքն երբ որ դեռ սովորում էի պատմության բաժնում, այն ժամանակ մենք մեր դասերի մի մասը անց էինք կացնում Հայաստանի պատմության թանգարանում, ինչի համար ես երախտապարտ եմ նաև իմ դասախոսներին, մասնավորապես Ալբերտ Մուշեղյանին, ով դրամագիտության գրեթե բոլոր ժամերը հենց պատմության թանգարանում էր անցկացնում, եւ այն ժամանակ մի տեսակ ինձ համար այսպես դարձել էր թանգարանը երազանքի նման մի բան։ Միգուցե նաև այդ երազանքն է, որ Արցախ տեղափոխվելուց նորից վերադառնալուց ավելի ճիշտ հետո, այսպես ասած, ես նաև իմ աշխատանքային գործունեությունը անցկացրեցի թանգարանում։ Իդեպ նաև ասեմ, որ թանգարանի մասին առհասարակ շատ գեղեցիկ խոսքեր է ասվում, որ թանգարանը ընդհանրապես ազգային կենսագրության հիմնաքարն է եւ այլն, եւ թույլ տվեք ասել, որ հենց ձեր հաղորդման Արմաթ հաղորդման հետ մեծապես կապ ունի, որովհետեւ այո, մեր արմատները մեր թանգարանում են։ Եվ ես ինչի համար եմ ասում, որ իմ գործունեության առանցքն է կազմել թանգարանային աշխատանքը, որովհետև որպես պատմաբան կայանալու համար իմ կայացման ճանապարհին թերևս շատ մեծ է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի դերը, որովհետև թանգարանում ես հնարավորություն ստացա անմիջապես շփվել, առնչվել մեր ազգային կենսագրության իրեղեն վկայությունների հետ։ Եվ գիտեք, մեկ բան է լսել դրանց մասին, բոլորովին այլ է ուղղակիորեն աշխատել դրանց հետ, ուղղակիորեն շփվել դրանց հետ եւ ամեն օր այն հոգեվոր լիցքերը, որ դու ստանում ես այդ առարկայական մեր հիշողություններից, սա միանգամայն ուրիշ, այսպես ասեմ, ներաշխար է։ Կարող եք նշել այն հավաքածուն թանգարանային, որ կար Արցախի պատմաերկրագիտական թանգարանում, որի հետ աշխատելը ձեզ համար պարզապես հաճույք էր եւ նաեւ մասնագիտական առումով բավականին շատ մեծ լիցքեր հաղորդեց ձեզ։ Գիտեք, ես թերևս կդժվարանամ ձեր այս հարցին ավելի հստակ պատասխանել, որովհետև ընդհանրապես թանգարանային հավաքածուի մեջ, մանավանդ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի հավաքածուի մեջ ընդգրկված գրեթե բոլոր արժեքները ուղղակիորեն կապ են ունեցել մեր հայրենիքի պատմության, մեր հայրենիքի մշակույթի եւ առհասարակ մեր հայրենիքի, մեր ժողովրդի հետ եւ այս իմաստով բոլոր հավաքածուներն էլ այսպես յուրովի հետաքրքրություն են ներկայացնում։ Իդեպ ասեմ, որ թանգարանում աշխատանքի անցնելու իմ թերևս առաջին առանցքը եղել է թանգարանի պատմությունը ուսումնասիրել, այսինքն խորհրդային ժամանակներում թանգարանը ինչ պայմաններում է ստեղծվել եւ ինչ պայմաններում է կարողացել իր գործունեությունը այսպես ասած իրականացնել, իսկ դուք գիտեք, որ խորհրդային ժամանակներում բնականաբար Ադրբեջանի տիրապետության պայմաններում թանգարանում փորձել են հավաքագրել մեր ազգային արժեքները եւ սա ինքնին դժվարություն է իրենից ներկայացրել, բայց եւ այնպես ես պիտի իմ գոհունակությունը եւ երախտագիտությունը հայտնեմ նաեւ խորհրդային ժամանակներում թանգարանում աշխատած մեր բոլոր երախտավորներին, որոնք անցալով բոլոր այդ դժվարությունները, հաղթահարելով բոլոր այդ արգելքները, այնուամենայնիվ փորձել են թանգարանում հավաքագրել եւ պահպանել մեր ազգային արժեքները։ Նաեւ թույլ տվեք ասել, որ հենց ֆոնդապահոցներում ինչ որտեղ նաեւ առանց ցուցադրելու են պահվել դրանք եւ որի համար ես հենց իմ առաջ
առաջին այսպես քայլերից մեկը եղավ ծանոթանալ առհասարակ թանգարանում արկա պատմամշակութային ժառանգության հետ, որպեսզի հասկանանք մենք ինչով կարող ենք ներկայանալ աշխարհին, ինչ կարող ենք ներկայացնել այս թանգարանի միջոցով, որպեսզի կարողանանք մեր ազգի կենսագրությունը շատ ավելի տպավորիչ, շատ ավելի իրական եւ արդյունավետ ներկայացնել։ Այս առումով մենք հասկացանք, որ այո դեռ թանգարանը նոր արժեքներ հավաքագրելու կարիք ունի եւ որի համար մենք նաեւ մեծ ուշադրություն դարձրեցինք ամբողջ այդ 25 եւ ավելի տարիների ընթացքում համալրվեց թանգարանը, իսկ թանգարանը համալրվեց Արցախում մեր անկախ պետականության պայմաններում իրականացվող հնագիտական ուսումնասիրությունների շնորհիվ, ինչպես գիտեք, Արցախում խորհրդային ժամանակներում էլ պատշաճ հնագիտական ուսումնասիրություններ չէին կատարվել կամ եթե անգամ կատարվել էին, դրանց հիմնական մասը դուրս էր տարվել պարզապես Արցախից եւ այս տարիներին թանգարանը համալրվեց նաեւ հնագիտական արժեքներով, տարբեր հավաքածուներով, այնպես որ այդ հավաքածուները այնքան շատ եւ բազմաբնույթ էին, որ արդեն մենք սկսեցինք առանձին այդ հավաքածուները փորձել այսպես խմբավորել եւ փորձել դրանք նաեւ դրանց իհարկե մի փոքր մասը ավելի այսպես ավելի հետաքրքիր խորհրդանշական նմուշները նաեւ ներառել թանգարանային ցուցադրության մեջ։ Ընդհանրապես թանգարանային գործի մեջ շատ կարևոր է հանրահռչակումը եւ դուք երկու գիրք, այսպես ասենք, կատալոգ հրատարակեցիք, առաջինը վերաբերվում էր Արցախի պատմաերկրագիտական թանգարանի գորգագործական հավաքածուին եւ երկրորդը արծաթագործական հավաքածուին, որը դուք տպագրեցիք Աշխուժ Պողոսյանի հետ միասին։ Ինչ կարող եք ասել թե գորգագործական եւ թե արծաթագործական հավաքածուի մասին Արցախի պատմաերկրագիտական թանգարանի։ Նախ թույլ տվեք նշել, որ 1999 թվականին մենք հրատարակեցինք թանգարանի առաջին գիրքը, այսինքն դա ուղեցույց էր, որը հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով մենք փորձեցինք, ինչպես դուք ձեր հարցի մեջ նշեցիք, հանրահռչակման նպատակ էր հետապնդում թանգարանի ցուցադրության մեջ ներկայացված փաստորեն հիմնական, այսպես մեր պատմությունը օտարին, նաեւ ինչու՞ չէ մեր հայրենակիցներին ներկայացնելու դա հնարավորություն էր։ Այնուհետև հաջորդ աշխատանքը, որը ես նախաձեռնեցի եւ մենք իրականացրեցինք, դա թանգարանի եկեղեցական մասունքների փոքրիկ գրքույկներ, որ նույնպես մենք հրատարակեցինք եւ 2009 թվականին հրատարակեցինք այդ գրքույկը, որով նպատակ ունեինք թանգարանի երկար տարիներ ֆոնդապահոսներում պահված պարզապես մեր հոգեվոր, այսինքն կյանքին վերաբերող եկեղեցական մասունքները մեր հանրությանը ներկայացնել։ Իհարկե մենք կազմակերպեցինք նաև ցուցահանդես, ժամանակավոր ցուցահանդես եկեղեցական մասունքներին նվիրված եւ հենց այդ ցուցահանդեսը բովանդակող ուրեմն աշխատությունը մենք նաև հրապարակեցինք։ Այո, դուք ճիշտ եք եւ հետո արդեն հրատարակեցինք թանգարանի գործվածքի հավաքածուն։ Իդեպ ասեմ, որ բոլոր դեպքերում համենայն դեպս մեր ուշադրության կենտրոնում է եղել նաև այդ հավաքածուները հրատարակել առնվազն ռուսերեն եւ անգլերեն լեզուներով եւ հենց ձեր նախանշած գրքերը նույնպես ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, իհարկե առաջինը նաև հայերեն, բնականաբար փորձ էր ներկայացնելու թանգարանում արկա գործվածքի հավաքածուն եւ մեր զարդերի հավաքածունները, այսինքն մեկը ներկայացնում էր թանգարանի արծաթյա զարդերը, իսկ մյուսը գործվածքի հավաքածուն։ Տարիների ընթացքում իհարկե մեր ուշադրության կենտրոնում է եղել գորգագործական մշակույթը, որ Արցախում շատ խորը, շատ հնագույն ժամանակներից սկզբնավորված, մեծ ուղի անցած, իհարկե ընդունված է ասել, որ գորգը ինքը կիրառական, նշանակության իր է, բայց թույլ տվեք ասել, որ գորգագործական իրերը դրանք զուտ կիրառական նշանակություն չունեին, դա արվեստ է, դա մեր ծիսապաշտամունքային ժառանգության մաս է, եւ այս իմաստով
իմաստով մենք նաև ուշադրություն դարձրեցինք այս ուղղությամբ իրականացվող հավաքչական աշխատանքներին։ Իդեպ թույլ տվեք ասել, որ այն ժամանակ մեր մի շարք հաղորդումներ լսելի դարձան նաև Արցախից դուրս եւ ունեցանք մենք այնպիսի երախտավորներ, որոնք ցանկություն հայտնեցին, որ իրենց անձնական այսպես իրը գորգը կամ կարպետը, որը ունի հայերեն մագագրություն, որը ունի շատ հետաքրքրաշարժ պատմություն, իրենք ցանկանում են դա տեսնել հենց Արցախի պատմության թանգարանի հավաքածուի մեջ։ Եվ այս իմաստով մենք կարողացանք այնքան քանակությամբ գորգեր, կարպետներ, ձեռագործ տարաբնույթ իրեր հավաքագրել, որ այո, անհրաժեշտություն էր դա նաև հրապարակել, դա նաև տարածել, որպեսզի նաև թե մեր հանրությունը եւ թե առհասարակ տարբեր երկրներից ժամանող մեր հյուրերը կարողանան ծանոթանալ նաև մեր ֆոնդապահոսներում պահվող նմանատիպ արժեքներին։ Եվ ես կարծում եմ, որ այո, մենք այս ուղղությամբ դեռ անելիքներ ունեինք, որովհետև մեր թանգարանը հարուստ էր նաև տարբեր այլ պատմամշակութային ժառանգության, այսպես իրերով, պատմամշակութային ժառանգության մասունքներով, որոնք յուրաքանչյուրն էլ արժանի էին հրապարակման, յուրաքանչյուրն էլ արժանի էին, որպեսզի մեր հանրության համար այսպես ընկալելի լինեն, ճանաչելի լինեն եւ ցավոք սրտի այդ աշխատանքները հայտնի պատճառներով ընդհատվեցին։ Արցախի պատմահետքրագիտական թանգարանը ուներ նաև իր ստորաբաժանումները շրջաններում, մասնավորապես Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում, Մարտունի շրջանի Կոլխոզաժան գյուղում, որտեղ գտնվում էր Միքայել Պարսիլովի տուն թանգարանը։ Ինչպես էր թանգարանային զարգացման գործը այդ ստորաբաժանումներում ընթանում եւ կարողացաք արդյոք շրջաններում գոնե պատշաճ մակարդակի վրա ուրեմն դնել եւ պահպանել թանգարանային գործը։ Շատ հետաքրքիր հարցադրում եք կատարում, ասեմ, որ նախ 90-ական թվականներին, այսինքն մեր անկախության ձեռքբերումից հետո անշուշտ անհրաժեշտություն էր առաջացել Արցախում թանգարանային նոր համակարգ ձևավորելու եւ այդ ուղղությամբ մենք բավական աշխատանքներ կատարեցինք։ Թանգարանային նոր համակարգի ստեղծման նպատակը նա էր, որ յուրաքանչյուր շրջան իրեն յուրօրինակ այսպես կերպարով փորձեր հանդես գալ։ Իսկ մենք գիտենք, որ Արցախի յուրաքանչյուր շրջան ուներ իր այսպես առանձնահատուկ պատմությունը, առանձնահատուկ այսպես նաև մշակույթի որոշ առանձնահատկություններ յուրահատուկ էին յուրաքանչյուր առանձին շրջանի, առանձին վերծրած։ Եվ այս իմաստով որոշակի աշխատանքներ իրականացվեցին։ Իդեպ պիտի ասեմ, որ հենց մենք սկսեցինք Արցախի մայր թանգարանից, որովհետև դուք գիտեք, որ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի շենքը պարզապես ոչ տիպային շենք էր, եւ ի պատիվ մեր իշխանությունների պիտի ասեմ, որ ուշադրության կենտրոնում էր դա եւ նոր շենքը կառուցվեց, բայց մենք ցավոք չհասցրեցինք այդ նոր շենքում վերջնական աշխատանքները իրականացնել Արցախի մայր թանգարանի այսպես նոր շենքային պայմաններում մեր պատմությունը նորովի եւ հետաքրքիր մատուցելու նպատակով։ Այդ նույն աշխատանքները հենց մենք փորձում ենք նաեւ տարբեր շրջաններում իրականացնել։ Մենք Մարտակերտում նույնպես որոշակի աշխատանքներ իրականացրեցինք եւ ինչպես գիտեք, մենք բացումը կատարեցինք հենց Մարտակերտ շրջկենտրոնում նոր թանգարանի։ Մեր ծրագրերով նախատեսված էր նաև Հադրութում այդ նույն աշխատանքները իրականացնել։ Այո, մենք ունեինք նաև տուն թանգարաններ, Բերթաշենի թանգարանում իրականացվեցին այո, նոր աշխատանքներ։ Ցավոք սրտի, գիտեք, պատերազմից նոր դուրս եկած երկիր, որ 90-ական թվականների պատերազմը հաղթահարեց եւ իսկ հայտնի է, որ Մարտակերտը եւ մեր շրջանները, շրջկենտրոնները տուժել էին
էին այդ պատերազմի ժամանակ, այդ թվում եւ թանգարանը հատկապես ես կասեի Մարտակերտի թանգարանը լրիվ թալանվել էր Մարտակերտը գրավելու պատճառով եւ այնուամենայնիվ աշխատանքները փորձել ենք համակարգել հնարավորինս որոշակիորեն աշխուժություն նկատելի էր արդեն թանգարաններում եւ մենք անգամ այսպես համատեղ ցուցահանդեսներ ենք կազմակերպել, համատեղ այսպես կոնֆերանսներ ենք կազմակերպել հենց Արցախի հանրապետության մեջ թանգարանային գործի դրվածքը ավելի այսպես ժամանակակից չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով եւ այնուամենայնիվ ինչ որտեղ այո այս աշխուժությունը նկատելի էր Արցախի պատմաերկրագիտական թանգարանի հենց նախասրահը միշտ պես ցուցահանդեսների վայր էր ժամանակավոր ես հիշում եմ նաև երբ որ Սամվել Երջանկայի հիշատակ Սամվել Կարապետյանը մի նոր գիրք էր լուսենցայում կամ մի նոր գործ էր նախաձեռնում առաջին հերթին այդ ուրեմն ցուցահանդեսը անցկացվում էր Արցախի պատմաերկրագիտական թանգարանում եւ մարդիկ արցախցիները բավականին հատկապես Հյուսիսային Արցախ հատկապես Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության հետ կապված որն էր ամենահիշարժան ցուցահանդեսը որ ձեր գործունեության ընթացքում կազմակերպվեց թանգարանում Իմ երջանկահիշատակ ցավոք այսպես եմ ստիպված ասել Սամվել Կարապետյանի մասին Սամվել Կարապետյանի հետ մենք բավական երկար տարիներ համատեղ շատ այսպես ծրագրեր ենք կյանքի կոչել, ցուցահանդեսներ, կոնֆերանսներ, ինչպես մեր մայր թանգարանում, այնպես եւ երկրից դուրս եւ հենց ճիշտ է մենք շատ ցուցահանդեսներ առաջինը հենց փորձել ենք կատարել Արցախի մայր թանգարանում։ Ես կառանձնացնեի ջուղայի այդ խաչքարերի ոչնչացմանը նվիրված մեր առաջին ցուցահանդեսը, որ մենք կատարեցինք հենց նույն 2002 թվականին, երբ արդեն սկսվեց եւ հայտնի դարձավ մեզ, առաջին ցուցահանդեսը կազմակերպեցինք եւ որի համար անգամ մենք հրավեր ստացանք տարբեր երկրներում այդ աշխատանքները ներկայացնելու, այդ ցուցահանդեսը ներկայացնելու։ Թերևս ինձ համար շատ հոգեհարազատ էր նաև Սամվել Կարապետյանի անմիջական հենց իր կողմից ստեղծված եւ այդ ամենը ինքն էր պատրաստել եւ այդ պատրաստի ցուցահանդեսը մեզ է ներկայացրել Հյուսիսային Արցախին նվիրված Հյուսիսային Արցախի պատմաճարտարապետական հուշարձանները խորագրով այս ցուցահանդեսը, որը մենք մի քանի անգամ կրկնել ենք, այսինքն այդ ցուցահանդեսը գրեթե 2 տարին մեկ նույնիսկ եղել է, որ ավելի այսպես հատկապես զբոսաշրջության այդ բուրըն ժամանակներում մենք փորձել ենք ներկայացնել այն ժամանակ մենք ուզում էինք ամենայն դեպս նպատակ ունեինք ահազանգել, որ մեր հայրենիքի մի մասը, որը այսօր Ադրբեջանի տիրապետության տակ է, այնտեղ ոչնչացվում է մեր պատմամշակութային ժառանգությունը եւ բազում փաստերով, լուսանկարներով ներկայացրել ենք եւ Գետաշենի, եւ Բանանցի, եւ մյուս մեր բնակավայրերում արկա պատմամշակութային ժառանգությունը եւ այս ամենը իրոք մեծ արձագանքներ էր գտնում ինչպես զբոսաշրջիկների շրջանում, այնպես եւ մեր այսինքն մեր համերկրացիները նույնպես շատ հաճախ հենց լսում էին այդ ցուցահանդեսի մասին եւ մենք այո կազմակերպում էինք կոնֆերանսներ նվիրված հենց այդ պատմամշակութային ժառանգությանը Արցախի պատմաերկրագիտական թանգարանում ինչպես նշեցիք թե հնագիտական արժեքավոր հավաքածուներ թե ազգագրական արժեքավոր հավաքածուներ կային եւ դա սկսվում էր խոր հնադարձից սկսած Ազոխի հավաքածուներից դուրս եկած միջև խորհրդային ժամանակաշրջանում արցախցիների գործունեությանը վերաբերող թանգարանային նյութերով նաև Իվան Թևոսյանի հայտնի ուրեմն խորհրդային պետական քաղաքական գործչի ուրեմն այսպես կարծես թե մի փոքր տուն թանգարան լիներ հարցս հետեւյալն է այդքան մեծ արժեք հավաքածուները որը կար Արցախի պատմաերկրագիտական թանգարանում համակարգվածությունը ինչպիսին
ինչպիսին էր, ինչպիսի դասակարգում, ինչպես եք դասակարգում այն։ Տեսեք, մենք հնագիտական դրանք բոլորը ըստ ժամանակագրության դասակարգված էին, անշուշտ։ Մենք առհասարակ ուշադրություն ենք դարձնում ոչ միայն մեր պատմամշակութային ժառանգության, այսինքն այն ամենին, ինչ արկա էր թանգարանում դրանք պահպանելուն, այլ նաև հատուկ մեր ուշադրության կենտրոնում էր տարբեր ժամանակներում Արցախից տեղափոխված պատմամշակութային ժառանգության մասին տեղեկատվություն հավաքագրելով։ Ինչպես գիտեք, Պետերբուրգի Էրմիտաժում, տարբեր երկրների թանգարաններում անշուշտ պահվում էին Արցախից տարված տարաբնույթ նմուշներ եւ մենք փորձում էինք նաեւ կապ հաստատել եւ դրանց մասին որոշակի տեղեկատվություն եւս ներկայացնել հենց թանգարանում։ Նաև մեր ուշադրության կենտրոնում էին նշանավոր արցախցիների կյանքը գործունեությունը ներկայացնելու այս իրողությունը եւ Հովհաննես Թևոսյան եւ Հովհաննես Ադամյան եւ մշակույթի գործիչներ, ինչպիսիք օրինակ Արև Բաղդասարյան եւ ինչպես ես նշեցի քիչ առաջ մեր տարբեր հարցազրույցներին այսպես ունկնդրելով ես պիտի իմ երախտագիտությունը հայտնեմ նաև նրանց, որ եղան իրոք նվիրյալներ, որոնք փորձեցին մեզ աջակցել, օգնել եւ թանգարանի հավաքածուները համալրել։ Այս առումով մենք ստացանք ինչպես Հովհաննես Ադամյանի կյանքը գործունեություն ներկայացնող հավաքածուն, մենք ստացանք եւ Հովհաննես Թևոսյանի անձնական իրերը եւ որոնք պահվում էին մեր թանգարանում, իդեպ որոնք նաև ցուցադրվեցին Մոսկվայում, հենց Հովհաննես Թևոսյանի ծննդյան հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակներում, դրանք Մոսկվայում եւս մենք ցուցադրեցինք, այնպես որ մեր թանգարանի ֆոնդապահոցներում մեր հավաքածուները այո բազմաբնույթ էին եւ դրանք բոլորը հնարավորինս համակարգված էին եւ այդպես էլ ներկայացվում էին։ Մենք ունեինք շատ հետաքրքիր դրամագիտական հավաքածու, որ ներկայացնում են առհասարակ Արցախում տարածված դրամական շրջանառության ամենատարբեր ժամանակահատվածներ, սկսած Քրիստոսի ծննդից առաջ ժամանակահատվածը, նաև դրանից հետո, այնպես որ այդ հավաքածուները եւ յուրօրինակ էին եւ հետաքրքիր էին եւ մենք դրանք փորձում էինք հնարավորինս տարբեր ձևաչափերով ներկայացնել, դա լինի ժամանակավոր ցուցահանդեսների, դա լինի թանգարանային ցուցադրության պարբերաբար, այսպես թարմացնելու ճանապարհով, այո։ Շնորհակալություն Տիկին Բալայան։ Սիրելի հայրենակիցներ, Արմաթ հաղորդաշարը դուք կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքում եւ Facebook-յան էջում։ Բարին ձեզ, կհանդիպենք։